Մոսկվան պատրաստվում է մայիսի 9-ի տոնակատարություններին։ Հայրենական մեծ պատերազմի թանգարանի մոտ շուրջ 250 զույգ մասնակցում է հաղթական վայլս հայրենասիրական ֆլեշմոբին։ Տղամարդիկ զինվորական համազգեստով են, կանայք 20-րդ դարասկզբին բնորոշ զգեստներով, վերարտադրելով 1945-ի գարնան հաղթական մթնոլորտը։ Ավելի քան 10 տարի անց անցկացվող այս միջոցառումը դարձել է մայիսի 9-ի ավանդական խորհրդանիշներից մեկը։ Այս տարի լրանում է հաղթանակի օրվա 81-րդ տարելիցը։ Գլխավոր տոնական միջոցառումը ավանդաբար տեղի կունենա Կարմիր հրապարակում։ Կրեմլը հայտնում է, անվտանգության նկատառումներից ելնելով շքերթը կանցկացվի առանց ռազմական տեխնիկայի ցուցադրման։ Փոխարենը ուղիղ եթերում կներկայացնեն առաջնագծից ռուսական զորքերի տեսանյութերը։ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ից 9 հրադադար է հայտարարել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ նախազգուշացրել է Կիևին, եթե Ուկրաինան փորձի խաթարել հիշատակի միջոցառումները, կստանա զանգվածային պատասխան հարված։ Առաջնագծում մարտիկների ամենօր ցուցաբերող հերոսությանը զուգահեռ հատուկ ռազմական գործողության պայմաններում մեր աշխատանքն այսօր ինչպես հայրենական մեծ պատերազմի ժամանակ դիվանագիտական ճակատի ապահովումն է։ Այս ճակատում աշխատանքը օրեցօր ավելի է բարդանում, քանի որ ավելի ու ավելի շատ խնդիրներ են ստեղծում նրանք, ովքեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն վերածել են գործիքի, որը արևմուտքն ուղղում է մեր երկրի դեմ։ Այդ գործընթացը սկսվել է արդեն Կիևի իշխանություններին զինելով եւ մատակարարելով ժամանակակից սպառազինություն Ռուսաստանին հարվածելու հնարավորությունները մեծացնելու նպատակով։ Եթե արևմուտքը խոչընդոտի հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի։ Հաղթանակի օրվան ընդառաջ Լեհաստանում Ռուսաստանի դեսպաննի հիշատակ երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված խորհրդային զինվորների ծաղկեպսակ է դրել Վարշավայում գտնվող հուշահամալիր գերեզմանատանը։ Հաղթանակի օրը Փարիզում Ֆրանսիայի նախագահը հաղթական կամարի տակ վառել է անհայտ զինվորի գերեզմանի անմար կրակը։ Մակրոնը հանդիսավոր արարողությամբ ծաղկեպսակ է դրել հարգանքի տուրք մատուցելով պատերազմի զոհերին եւ ընդգծել պատմական հիշողության պահպանման կարեւորությունը։ Մայիսյան հաղթանակի հիշատակի միջոցառումներ են անցկացվել աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Ֆրանկֆուրտում տեղի է ունեցել անմահ գունդ երթը, որպես երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված խորհրդային զինվորների հիշատակին նվիրված ամենամյա ավանդույթի մաս։ Ես այստեղ եմ այսօր, որովհետև հիշողությունը հավերժ է, որովհետև մարդիկ մահացել են եւ պայքարել ֆաշիզմի դեմ։ Եվ մեզ համար սա շատ կարևոր է, հատկապես այստեղ Գերմանիայում, որովհետև Գերմանիան փորձում է վերափոխել պատմությունը։ Նրանք փորձում են մոռանալ այս ամենը։ Մենք գալիս ենք մեր բոլոր երեխաների հետ, որովհետև ուզում ենք մեր պապերի մասին հիշողությունը, այն ամենի, ինչի միջով նրանք անցել են, եւ թե ինչու ենք մենք ընդհանրապես ողջ, մնա նաեւ մեր երեխաների հետ։ Ռուսական համայնքը հավաքվել էր նաև Վաշինգտոնում անմահ գունդ երթին հարգելու երկրորդ համաշխարհային պատերազմի խորհրդային վետերանների հիշատակը։ ԱՄՆ մայրաքաղաքում 3 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ էր անցկացվում երթը։ Խորհրդային միության գրեթե յուրաքանչյուր ընտանիք գին է վճարել աշխարհի ազատության համար։ Մենք այստեղ ենք հարգելու մեր ժողովրդին, խորհրդային ժողովրդին, ինչպես առաջնագծում, այնպես էլ թիկունքում։ Ժողովուրդը պայքարեց ու աշխատեց եւ փրկեց մարդկությանը նացիզմի սարսափից, եւ մենք խորապես երախտապարտ ենք բոլոր ազգերին, ովքեր ոտքի կանգնեցին այս չարիքի դեմ։ Անմահ գունդ երթը համաշխարհային շարժում է։ Այն անցկացվում է ամեն տարի մայիսին, որպես Ռուսաստանի հաղթանակի օրվա տոնակատարությունների մաս։ Մասնակիցները հարգանքի տուրք են մատուցում առաջնագծում ծառայած իրենց հարազատներին։ Այս ավանդույթը սկսվել է Ռուսաստանում, այն նպատակ ունի հիշեցնել ու հավերժացնել պատերազմի զոհերի հիշատակը։ Ալադավթյան, Էպիկենտրոն։